Երեկո հարգելի մասնակիցներ, այսօր մարտի 15, 2018 թվականին սկսենք մեր հերթական վեբինարը, այսօր փորձեմ հակիրճ լինել, մեր ժամանակը մի քիչ սուղ է, ժամը 10-ին կարևոր իրադարձություն է տեղի ունենալու ֆինանսական շուկաներում, Միացյալ Նահանգներում Ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստն է, այդ նիստում 95%-ով արդեն շուկայի մասնակիցները սպասում են, որ ռեզերվային դրույթը կբարձրանա, 0.75%-ից դառնալով 1%, սա լավ է Միացյալ Նահանգների դոլարի համար, դոլարը թանկանում է ըստ էության, բայց երեք փոքր հանգամանալից անդրադարձ են կատարել, այսօր ասեմ ընդամենը, որ այս որոշումը արդեն իսկ ներդրված է այս բանի գործողքների մեջ 95%-ով և բարձրացնելու դեպքում, ուրեմն հնարավոր է բնականաբար արժևորումը դոլարի որոշակի մակարդակում, որոշակի նույնիսկ ժամանակահատվածում կարող մի քանի րոպե, մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր, բայց ընդհանուր առմամբ դոլարը գնալու է դեպի արժեզրկման, որովհետև մյուս բարձրացման ամենայն հավանականությամբ կլինի ոչ շուտ, քան հունիս ամիսը, իսկ միջ այդ մենք դեռ 2-3 ամիս ունենք, այնպես որ առնվազն խորքային կորեկցիա սպասվել է։ Սա այն դեպքում, երբ որ մենք այստեղ կտեսնենք 1%։ Եվ մյուս դեպքը, որը մի քանի անգամ ավելի ուժեղ կարժեզրկի Միացյալ Նահանգների դոլարը, դա այն դեպքն է, երբ ուղղակի չեն բարձրացնի, իհարկե դրա համար որևէ ակնհայտ պատճառ չկա, մենք հիմա կանդրադառնանք այսօր գնների ինդեքսացիոնին, ինչևէ շուկաները ավելի շատ ուրեմն կսպասեն Ջանետ Ելենի ասուլիսին, ինչպես նաև տնտեսական կանխատեսումներին Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից հնչող կանխատեսումները ամենայն հավանականությամբ կլինեն դրական ֆոնի մեջ, սակայն այստեղ կշեշտվի որոշակի համաշխարհային ռիսկեր, որը չի թողի դոլարը էականորեն արժևորվի։ Կարևոր է լինելու Ելենի խոսքը և սպասելու են ամեն կերպ որևէ ուրեմն ակնարկարվի հետագա բարձրացումների ժամկետի կամ քանակի վերաբերյալ։ Եթե հանկարծ հնչի այն միտքը, որ հնարավոր է երկուսից ավել բարձրացում, այսինքն գիտենք, որ նախատեսել են 3 անգամ բարձրացնել 2017 թվականի ընթացքում ռեզերվային դրույթը։ Եթե նշվի կամ ակնարկ լինի, որ հնարավոր է նաև 4-րդը կամ 5-րդը այս տարվա մեջ, դա միանշանակ կուղղորդի դոլարին բավական արժևորման, կամ եթե կոնկրետ նշվի, որ ևս մոտ ապագայում հնարավոր է բարձրացումը։ Եթե նման ակնարկներ չլինեն, այսինքն ոչ մոտ ապագայի մասով, ոչ քանակի ավելացման մասով, հակառակը դեռ ասեմ մինչև հունիս չի բարձրացվի, հնարավոր չի բարձրացնել եւ այլն նման ինչ-որ թույլ մտքեր ռեզերվային համակարգի կողմից, անմիջապես դոլարը կսկսի արժեզրկվել, գնալ խորքային կորեկցիայի։ Այնպես որ այստեղ ավելի շատ կարևորվելու է, ել եմ ասում, Ջանետ Ելենի խոսքը, քան կոնկրետ բուն գործընթաց։ Իհարկե, եթե այստեղ մենք չենք տեսնում բարձրացում։ Եթե այստեղ չտեսանք բարձրացում, այսինքն ոչ թե 1%, այլ 0.75% կմնա նույնը անփոփոխ, միանշանակ անկախ Ջանետ Ելենը ինչ կխոսա, ինչ երթում կուտի, ասենց ասեմ, ինչ խոստում կտա շուկային, կապ չունի։ Դոլարը մի այլ կարգի գնալու արժեզրկման, եթե չբարձրացնեն։ Կա հավանականություն, սա ֆինանսական շուկաներն է, կա այդ ռիսկը, շատ փոքր, 3-5%, բայց կա, որ հնարավոր է այս ուրեմն նստաշրջանին չբարձրացնեն տոկոսադրույքները, այլ թողեն, դեռ մենք նկատել ենք մի քանի ժամանակ առաջ, որ Ֆրանսիայի ընտրությունները ապրիլին, ապրիլից հետո մայիսին կամ հունիսին դիտարկեն տոկոսադրույքի արտական բարձրացումը։ Ինչևէ սպասենք։ Մինչ այդ նկատենք, որ ինչպես սպասում ենք, երեկո գիշերը, ուրեմն Նոր Զելանդիայից բավական լավ նորություններ դուրս եկան, կրճատվում է առևտրային հաշվեկշիռի բացասական մնացորդը, արդյունաբերական արտադրանքը սպասում են ավելի շատ կրճատում, այսինքն բացասական արժեքը
փոքրանում է Ճապոնիայում նաև հունվար ամսվա համար սկսել է ճապոնական տնտեսությունը որոշակի կենդանության նշումներ տալ, սա լավ է յենի համար, սպասենք, հատկապես վաղը ունենք կենտրոնական բանկի այլ նիստեր, կանդրադառնանք հիմա դրանց։ Սպառողական գների ինդեքսը Ֆրանսիայում աճ եւ նախորդ ամսվա եւ կանխատեսվածի համեմատ, արտադրողի գների ինդեքսը Շվեյցարիայում մի քիչ վատ իհարկե ցուցանիշ դուրս եկավ։ Մեծ Բրիտանիայից լավ նորությունները, որը ակնկալում էինք աշխատաշուկայից, ես բազմաթիվ անգամ ասում, բրիտանական տնտեսությունը բավական լավ հիմքերի վրա է, իհարկե անորոշությունն է ստիպում այս պահին տնտեսությունն մի քիչ ու այլ տեսանկյունով նայել, բայց ֆունտի արժեզրկումը միանշանակ խթանելու է տնտեսական տնտեսության ակտիվացմանը եւ խնդրեմ գործազրկությունը նվազել է 4.7%-ով, միակ բացասական ցուցանիշը միջին աշխատավարձի մակարդակն էր, որը այդքան չէր աճել, ուրեմն Իտալիայում սպառողական գները նույնպես աճել են, իրենց այս ցուցանիշները գումարային առումով մեզ տալու են վաղվա, ասենց ասեմ, գումարային արդյունքը, գումարային էֆեկտը Եվրոմիության գների ինդեքսը ըստ էության բավական լավ է դուրս գալու։ Այ որը չեն կարող ասել Միացյալ Նահանգներում սպառողական գների ինդեքսի ցուցանիշների մասին, դուրս եկան կանխատեսումներին համարժեք ցուցանիշներ, իսկ կանխատեսումները վատ են նախորդ ամսվա համեմատ 0.1%-ային կետով էական մի խոսքով որովե փոփոխություն չկա, այստեղ մանրածախ առևտուրն է շատ ավելի դանդաղ աճել, քան նախորդ ժամանակահատվածի համար, գործարար ակտիվությունը արտադրության ոլորտում լավ է, բայց նվազել է նախորդ ժամանակահատվածի համար, սա հենց անորոշության, անորոշ իրավիճակն է Միացյալ Նահանգներում կախված տրամպյան ֆիսկալ քաղաքականության հետ։ Ինչպես նաև այսօր սպասում ենք նավթի նորություններին, նավթի եւ գիշերը, ինչպես միշտ լինում է, նավթի ինստիտուտի կողմից եւ էներգետիկայի նախարարության կողմից հրապարակվող Միացյալ Նահանգների պաշարները զրոյական մակարդակում դուրս եկան, մի շաբաթ 7-8 միլիոն, 10 միլիոն բարել են շաբաթական կտրվածքով, մի շաբաթ կլանում է շուկայի կողմից, ինչով է տատանողականությունը մեծ է, սա կստիպի որոշակի կոռեկցիայի, առավել ևս եթե դոլարն այսօր գնա արժեզրկման, որից հետո մեկ է ուղղությունը ընդհանուր առմամբ հնարավոր է նավթի անկման, որովհետև նույնիսկ սկսել են OPEC-ի ամենախոշոր երկրի պաշարների կրճատման գործընթացի վրա կասկածել OPEC-ի անդամ երկրները, դա Արաբական Միացյալ Էմիրություններն են, բոլորը կրճատում են, բայց նա այս պլանավորածը չի կրճատում, ինչևէ դեռ մենք կտեսնենք այստեղ Միացյալ Նահանգների կողմից պաշարների ավելացում, որը կհանգեցնի նավթի գների անկմանը։ Ժամը 10-ին 49 րոպեից սպասում ենք տարվա առաջին կարևորագույն նորությանը, զգոն լինենք, եթե ունենք առավել ևս բացած դիրքեր, ընդհանուր առմամբ ուղղությունը ըստ էության առաջիկա մի քանի առնվազն շաբաթների կտա այս նորությունները Ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստը, սակայն ոչ պակաս, ասենց ասեմ, կարևոր նիստեր կունենանք վաղը, նախ վաղը կսկսենք օրը Նոր Զելանդիայից եկող նորություններով, հնայաճն է, հնարավոր է բավական լավ ցուցանիշ այստեղ, ինչպես նաև Ավստրալիայից զբաղվածության ցուցանիշներն են, նույնպես լավ ցուցանիշներ են ակնկալում, այնուհետև հնարավոր նաև Ավստրալիայում գործազրկության մակարդակի նույնիսկ նվազում 0.1%-ային կետով, այնուհետև Ճապոնիայից կենտրոնական բանկի նիստ տոկոսադրույքների ուրեմն սահմանում, դա այստեղ փոփոխություն չի սպասում շուկայում, մենք նույնպես դեռ այն վիճակում չի Ճապոնիան, որ այս տարի որևէ գործողություն այստեղ կատարվի, սակայն ընդհանուր դրական տենդենս կա, տնտեսության առողջացման եւ լավ նոտաները կհրավիրեն ճապոնական յենի արժեվորմանը, Ճապոնիայի բանկի նախագահի ասուլիսն է լինելու 10:30 առավոտյան, այնուհետև Շվեյցարիայի կենտրոնական բանկի նիստն է, Շվեյցարիայի ռեզերվային դրույթի հայտարարումը, տեսեք բացասական մակարդակներ են այստեղ, հակասություն է քաղաքականությունների միջև, ինչու է դոլարը արժևորվում բոլոր արժույթների նկատմամբ, այստեղ բացասական են նույնիսկ տոկոսադրույքները, սա նշանակում է, որ բանկում փող պահելու համար, ավանդ ներդնելու համար դու պետք է բանկին տոկոս վճարես։
Սա այդ այսինքն բանկերը ընդհանուր առմամբ քաղաքականությունը թույլ չի տալիս փողերը դնել բանկերում, պահել, այլ հակառակը ծախսել կամ սպառողական տեսքով կամ ներդրումների տեսքով, որպեսզի տնտեսության ակտիվացում տեղի ունենա, դա է ուրեմն պատճառը այս տոկոսադրույքների մինուսավոր մակարդակը գնալուն, այսպիսին է նաև Եվրոմիության տոկոսադրույքը, այնուհետև Եվրոմիությունից ունեն գների ինդեքս, համար 1 նորությունը, ուրեմն եվրոյի համար լավ ցուցանիշ է ակնկալում այստեղից, որտեղ վերջին շրջանում բոլոր խոշոր եվրոպական երկրները այս ցուցանիշի առումով դրական ուղղություն ունեն, բնականաբար գումարային արդյունքը չի կարող վատը լինել, սպասենք, ամեն դեպս կանխատեսվածն էլ նախորդ ամսվա համեմատ բավական հունվարի համեմատ բավական լավ է, այնուհետև մեծ բրիտանական նորություններն են, նույն կենտրոնական բանկի նիստ, այստեղ նույնպես չի սպասում Մեծ Բրիտանիայում ուրեմն որևէ փոփոխություն, այսինքն վաղ ունենք միանգամից 3 կենտրոնական բանկերի նիստ, որտեղ տոկոսադրույքների փոփոխություն չենք սպասում, սակայն ուղեկցող հայտարարություններում հնարավոր են որոշակի ուղղորդումներ իրենց արժույթների, որից հետո բավական նորություններ ունենք Միացյալ Նահանգներից, շինարարական ոլորտի նորություններն են, ինչպես նաև մեր հերթական նորությունը նպաստացողների ընդդիմումների հետ կապված շաբաթական նորությունը եւ գործարար ակտիվության ինդեքսը արտադրության ոլորտում նույնպես նվազել է կանխատեսման նախորդ ամսվա նկատմամբ, հնարավոր է կանխատեսվածից դրական, սակայն նախորդ ամսվա համեմատ բացասական արժեք այստեղ, բոլոր դեպքերում էլ եմ ասում, ֆոնը շուկայի կապահովել այսօր 10-ից 11 ընկած ժամանակահատվածում Ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստում եւ այստեղ նույնպես ինչ-որ նոր աշխատատեղերի թիվն է բացված, որը նախորդ ժամանակահատվածի համար ցածր է, մի խոսքով էական նորությունները կենտրոնական բանկի նիստերն են եւ Եվրոմիության գների ինդեքսը վաղվա նորությունները, բայց այդ ամեն ինչը կուժեղացնի կամ կթուլացնի այսօրվա ուղղությունը, որը կտան ռեզերվային համակարգը իր նախագահներով այսօր ժամը 10-ին 44 րոպեից կսկսվի այդ նիստը, սպասենք ավելի խորացված մեկնաբանություններ մեր վաղվա վեբինարին կանդրադառնանք այս նիստին, թե ինչ եղավ, ինչ ասեցին եւ Միացյալ Նահանգների դոլարը ինչպիսի արձագանք տվեց ուրեմն այդ ելույթներին։ Ուրեմն ֆունդամենտալ առումով այսքանը, եթե չկան հարցեր, ես անդրադառնամ մեր տեխնիկական պատկերին շուկայի։ Մետրսլավը չունի հարցեր, Կարոսլավն բավական անհանգիստ մեր Ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստից, հուսամ Սլավ ջան որոշակիորեն մեկնաբանեցի, ինչ տեղի հնարավոր տեղի ունենալիքը, սակայն ոչ ոք բնականաբար չի կարող հստակ ուղղություն տալ բնականաբար, ինչ կխոսան, ինչ կասեն եւ ինչ կլինի, ընդհանուր առմամբ դա է վիճակը, խնդրեմ եվրոդոլար տեսնում ենք, եվրոն ինչքան փորձում են վաճառել ավելի մեծ թափով խոշոր գնորդները մտնում են շուկա եւ գնում են եվրոն, ամեն դեպս ես մնում եմ իմ նույն կարծիքին, որ եվրոն արժևորվելու է սկսած այս տարածքից սկսել է այդ արժևորման գործընթացը եւ երևի թե այսօր երեկոյան շարունակի, ինչևէ չկանխատեսենք, ասում եմ, վերլուծենք ընդամենը մեր ստրատեգիա ունենք բայստոպը դրված է ամսի ուրեմն 2-ի փետրվարի 2-ի մոմի մաքսիմումից որպես ֆրակտալային մոմ եւ սերստոպ, որը տեղափոխեցինք 3 արդեն ամսի 9-ի մարտի 9-ի մոմի մինիմումի տակ երկու ուղղություն ունենք, որ ուղղությամբ հիմա կշարժվի շուկան, այդ ուղղությամբ կզարգացնենք ուրեմն մեր դիրքերը։
Այս պայդրությամբ դեռ գտնվում ենք այստեղ, ամսի 13-ի նոր բայ ֆրակտալ է ձևավորում, սա կձևավորվի այն ժամանակ ամենահավանականությամբ, երբ հիմա եվրո գիշի ներքև, այլ ոչ թե վերև, եւ ինքը մնա որպես լոկալ մաքսիմում, արդեն մենք վաղը երևի մեր բայ ստոպերը կիչացնենք այստեղ։ Եթե եվրոն գնաց վերև, բնականաբար այս ֆրակտալը կանհետանա եւ մեր բայ ֆրակտալը ամսի 2-ի բայ ֆրակտալ, այստեղ է մեր բայ ստոպերը։ Սա բավական լայն դիապազոն է, հանգիստ կարող ենք մեր բայ ստոպն ու սել ստոպերը դնել եւ սպասել ռեզերվային համակարգի նիստին, որը կտա ուղղությունը, այդ ուղղությունը կլինի բավական երկար եւ շարունակական։ Հնարավոր է բարձրացումից հետո մենք որոշակի ներքև եմ ասում եվրոն անկում ապրի, դոլարն արժևորվի, որից հետո նոր բարձրանանք վերև։ Ինչևէ, սպասենք քիչ մնաց նիստին։ Ֆունտը բոլոր առումներով մեր սելերը փակեց, որևէ դիրք այս պահին չունենք, բայի տեղ չունենք, սելի տեղ չունենք, սպասում ենք։ Ֆունտի պարագայում սպասում ենք, մինչև նոր սիգնալ կտա։ Իմիջիալոց ասեմ, այսօրվա նորությունները շատ լավն են ֆունտի համար եւ դոլարը եթե հանկարծ ու հանկարծ հիմա տոկոսադրույք չբարձրացնեն, ամենաարագ արժևորվողը դոլարի հանդեպ կլինի արժևորողներից մեկը, ասենց ասեմ, կլինի ֆունտը, եվրոն եւ ֆունտը։ Ֆրանկը մենք այստեղ ունենք նախատեսված սերտոպ, որպես անցումը 0-ից ԱՑ-ով ամսի 13-ի մոմի մինիմումից, մեր ուրեմն բայ ստոպը դրված է բայ ֆրակտալի վրա, բայ ֆրակտալ ամսի 7-ի մոմի մաքսիմումից է։ Եվ ունենք սել ֆրակտալ, խնդրեմ ամսի ուրեմն 16-ի մոմի մինիմումից, կարող ենք տեղադրել մեր սել ֆրակտալը։ Եվ սպասենք, այստեղ նույնպես սպասենք զարգացումներին, որևէ այլ դիրք չունենք, հնարավոր է ուղղությունը ներքև։ Կանադական դոլարը շրջադարձային մոմիկը 3 հաշվեցինք, ուշադիր չենք եղել վերջերս, որ ուրեմն ամսի 9-ի մոմիկը ինքը շրջադարձային էր, այսինքն հազարոտնի մոմ էր։ Իր մաքսիմումը արդեն ֆրակտալային է, որտեղից ունենք բայ ստոպ դրված եւ սել ունենք բացված իր մինիմումի տակից, ստոպը էլի մաքսիմումի վրա։ Այս մոմից ունենք հետաձգված մեկ պատվեր բայի ուղղությամբ եւ ունենք բացված սել ուղղություն, ստոպը դրված է մաքսիմումի վրա։ Սպասենք ամեն հավանականությամբ սկսվել է կանադական դոլարի արժևորումը, կունենանք նաև երկրորդ սիգնալը վաղը չէ մյուս օրը, չշտապենք, այս բանին ունենք մեկ դիրք, սպասում ենք ուղղության զարգացմանը, INN-ան, խնդրեմ, երեկվա մոմը մեզ նվիրեց կանաչ զոնա եւ բլուց երկու սիգնալ, բայ ստոպ դնելու համար։ Եթե այսօր չաշխատեց ուրեմն կանաչ զոնայի բայ ստոպը, մեկ բայ ստոպ կտեղափոխենք այսօր մոմի մաքսիմումի վրա, բայց դեռ թողենք այստեղ։ Մենք նաև դիտարկել ենք ամսի 10-ի մոմը որպես շրջադարձային մոմ, այստեղ որոշակի ֆլետային վիճակ տեսնելով եւ այստեղից սել դիրք ենք բացել, ստոպը դնելով հենց այդ նույն մոմի մաքսիմումի վրա, հա։ Այնպես որ սպասում ենք ուղղության զարգացմանը, բոլոր դեպքերում նաև ունենք 2 բայ ստոպ 3 մոմի մաքսիմումից իրի դեպքում, ինչպես նաև 1 բայ ստոպ հենց նույն ամսի 10-ի մոմի մաքսիմումից, որպես ֆրակտալային մոմ, այստեղ եւս կա բայ ստոպ։ Եվ մեկ սել ստոպ սել ֆրակտալից ամսի 28-ի մոմի մինիմումից, սա մեր սել ֆրակտալն է, այն ուղղությամբ այստեղ 2 սել ստոպ ունենք, անցումը 0-ից ԱՑ-ով 2 սել ստոպ ունենք այս մոմի մինիմումից, այնպես որ սպասվում է այս ակտիվից ես սպասում եմ այս ուղղությունը ամեն դեպս ինձ թվում է այս պահից բոլոր դեպքերում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւս մեկ անգամ շեշտում եմ, տեսնենք, այնպես որ եթե հիմա արժևորվեց INN-ան, մենք միացել ունենք, մյուս սելերը կաշխատեն ֆրակտալից։ Հակառակ դեպքում կփակվի սելերը կաշխատեն մեր բայ ստոպերը եւ ամեն հավանականությամբ կանաչ զոնան նոր կզարգացնենք։ Ացեն նույնպես կանաչի կունենանք երկրորդ օրը կանաչ զոնայի բայ ստոպ տեղադրենք եւ այդպես շարունակ գնանք դեպի վերև։ Այնպես որ հետաձգված օրդերները
դրեք կամ նորությունից հետո արդեն կողմնորոշվեք եւ եթե երեկվա մաքսիմումը ծակել ենք ու գնում ենք վերև, արժևորում է, կարող եք բայ բացել, ստոպը դնել այս մինիմումների տակ ու սպասենք զարգացմանը։ Ավստրալիական դոլարը նույնպես փակեց բոլոր տեսակի վաճառքները, ստոպերը մենք բավական օպտիմալացրել ենք, չնայած ասեցի, որ որոշ պահպանողականներ կարող են պահել այս ֆրակտալի վրա ստոպ լոսերը, ինչևէ ունենք սել ֆրակտալ, մեկ հետաձգված սել ստոպ եւ բայ ստոպը գտնվում է բայ ֆրակտալի վրա ամսի 23-ի մաքսիմումից։ Այլ որևէ ուղղություն դեռ չունենք, տեսնենք մոմը կարող է կարմիր գծից վերև փակվի եւ կունենանք նույնիսկ կանաչ զոնա, եթե փակվենք ալիգատորի կարմիր գծից վերև եւ այնտեղ կշարունակենք մեր բայ ուղղությունը։ Նոր Զելանդիայում փակվել են բոլոր սելերը, բոլորն էլ շահույթների մեջ, բոլորը, անխտիր վերջին դիրքը խնդրեմ, ամսի 7-ի 5-րդ օրն է կարմիր զոնայի մեր, նույնպես փակվել է 0-ով, ասենց ասեմ։ Սպասում ենք, չբայի համար ունենք ընդհանրապես բայ ֆրակտալ, սելի համար ունենք սել ֆրակտալ։ Ամսի 9-ի մոմը սել ֆրակտալն է, ամսի 23-ի մոմը բայ ֆրակտալն է։ Ոսկու համար դիտարկեցինք ամսի 10-ի մոմը որպես շրջադարձային, փակել ենք մեր դիրքերը ըստ էության, ունենք մեկ բայ դիրք, ստոպ լոսը, ինչպես նաև սել ստոպը գտնվում է այդ նույն մոմի մինիմումից, այսինքն ինքը ֆրակտալային, այստեղ սել ստոպ ունենք, եթե շարունակվեց կիշնենք, սել կզարգացնենք, հակառակ դեպքում մեկ բայ դիրք ունենք, որ աշխատում է, որի ստոպ լոսը գտնվում է ամսի 10-ի մինիմումի տակ։ Սպասենք, ունենք նաև բայ ֆրակտալ, ամսի 27-ի մոմն է, այստեղից նույնպես ունենք բայ ստոպ դրված, այնպես որ սպասենք, նույն արծաթը ամսի 10-ի մոմն է, սել ֆրակտալ է այնտեղ ձևավորված, սել ստոպ կարող ենք դնել հիմա եւ մեկ բայ դիրք է աշխատում, որի ստոպ լոսը այդ ֆրակտալի տակ է գտնվում։ Ունենք այստեղ նույնպես բայ ֆրակտալ, դա ամսի 27-ի մոմն է, այստեղ նույնպես բայ ստոպ ունենք։ Սել իշնելու դեպքում ֆրակտալը կիշնենք ներքև, բայ գնալու դեպքում մեկ դիրք ունենք դեպի վերև։ Այստեղ հետաքրքիր պատկեր է նավթերի մոտ, շրջադարձային մոմիկ է ձևավորվել, մեր սել դիրքերը կարող ենք փակ համարել այս բայդրությամբ, կամ դեռ սպասենք, ստոպը պահենք ուրեմն ամսի 9-ի մաքսիմումի վրա, որտեվ տրենդը նոր է սկսել, դեռ վերջնական հանգուցալ լուծում չի ստացել, սակայն ռիսկի չդիմելու համար կարող ենք նաև այստեղ ֆիքսել, կորեկցիայից հետո նոր շարունակել մեր սել ուղղությունները եւ WTI-ով եւ Brent-ով։ Երկու դեպքում էլ ունենք այս մոմի տեսքը, համենայն դեպս այս բան կարող ենք ֆիքսել մեր դիրքերը շահույթով ու սպասել հետագա զարգացումներին։ Dow Jones-ն է գրեթե գինը նույն մակարդակի վրա է, մեկ շաբաթից ավել, ինձ թվում է այս հարցը այսօր կլուծվի, այնպես որ սպասենք հետագա զարգացումներին։ Մեքսիկական պեսոն աշխատում է գեղեցիկ մեր բոլոր սել դիրքերը արդեն սել ֆրակտալ ենք ոնց հասկացած ակելի շնանք ներքև բոլոր դիրքերը այս բան աշխատում են, ստոպ լոսը կարող ենք ֆիքսել օպտիմալացնել, բերել ամսի 10-ի մաքսիմումի վրան, կամ ավելի ասեմ, կարող ենք հենց երեկվա մոմի մաքսիմումին իջացնել, ավելի շահութաբեր մեր դիրքերը փակվելու դեպքում եւ սպասել հետագա զարգացումներին։ Այսօր ես ասացի, որ մի քիչ կլինեմ հակիրճ, արագ կանդրադառնանք, եթե հարցեր կլինեն, հիմա հարցերին կպատասխանեմ, որպեսզի դիրքերը հասցնենք հիմա դնենք եւ ընդամենը 35-34 րոպեից այս տարվա առաջին կարևորագույն նորությունը կլինի Ֆեդերալ ռեզերվի համակարգի նիստը, որի ընթացքում կլինեն կանխատեսումներ տնտեսության վերաբերյալ, տոկոսադրույքի բարձրացում է սպասում շուկան 95%-ով եւ Ջանետ Ելենը 10:30 ելույթ կունենա եւ կասի հետագա դրամավարկային քաղաքականության անելիքները իրենց կողմից։ Մանրամասներին կանդրադառնանք վաղը 21:00-ին մեր հաջորդ ուրեմն վեբինարի ընթացքում։ Եթե կան հարցեր, հարգելի մասնակիցներ, խնդրեմ կպատասխանեմ մեծ սիրով։ Եթե չէ, ապա շնորհակալություն բոլորից մասնակցության համար, եղեք ուշադիր, պարտադիր ստոպ լոսերն օգտագործեք,
Եթե կան դրական դիրքեր, նույնիսկ ֆիքսեք, որտեվ տատանողականությունը բավականին մեծ կլինի այս բանի շուկայում եւ սպասենք մյուս հնարավորություններին։ Շնորհակալություն, ինչ վաղը հաջողություն եւ շարունակենք նորից։